Բարեկամներ, ողջույն։ Օրերս Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն ծավալուն հարցազրույց է տվել եվրոպական լրատվականներից մեկին, որի շրջանակներում հիշատակել է նաև Հայաստանը։ Ավելի ճիշտ ոչ թե հիշատակել է, այլ եթե ավելի այսպես նրբանկատ լինենք, զգուշացրել է։ Ռուսաստանը փորձելու է վերցնել իշխանությունը Հայաստանում 2026 թվականին կանալիք ընտրություններում։ Սա Սանդուի գնահատականն է։ Սանդունով բավականին թեժ ընտրապայքարից հետո հազիվ հաղթանակ տոնեց Մոլդովայում շատ ավելի թեժ պրոռուսական ուժերի նկատմամբ, անցել է այս պայքարի միջով եւ կարծես զգուշացնում է մեզ։ Այսպիսով մի հատված մեջբերեմ Մոլդովայի նախագահի խոսքից։ Ռուսաստանը փոխում է իր մարտավարությունը։ Նրանք չկարողացան կանխատեսել իրադարձությունների ընթացքը եւ հիմա փորձում են վերաձևավորել իրենց ծրագիրը, դարձյալ միջամտելով այլ երկրների ներքին գործերին։ Հայաստանում հաջորդ տարի ընտրություններ են եւ Ռուսաստանը կհրաժարվի իր ազդեցությունը կորցնելու հերթական փորձից, փորձելով ազդել իշխանության ձևավորման վրա։ Եվրոպայում, Ֆրանսիայում, Գերմանիայում եւ Ռումինիայում Կրեմլը սպառնում է հասարակություններին քարոզչությամբ եւ ապատեղեկատվությամբ թույլատնելու համար նրանց քաղաքական ինքնապաշտպանությունը, հայտարարել է Մոլդովայի նախագահը հարցազրույցի շրջանակներում։ Իդեպ այս ամենի համատեքստում նաև պետք է նկատի ունենանք այսպես կոչված հիբրիդային պատերազմը, որը տարվում է մեր պետության դեմ, տարվում է եւ այստեղից, որը ավելի ցավոտ է, եւ իհարկե դրսից։ Նկատի ունեմ եթերները, YouTube-ները, սոցցանցերը, այն կեղտոտ բառամթերքով հարձակումները, որոնք այսպես կոչված այդ կեղծարարները, fake edge-երը փորձում են իրականացնել եւ հասարակական կարծիք ձևավորել։ Այնուամենայնիվ, մարտավարության փոխելու մասին Սանդուի տեսակետը ավելի ամբողջական է դառնում, երբ ներհայաստանյան ակնհայտ պրոռուսական քաղաքական ուժերը եւ նրանց սպասարկող մնացած այդ ուժերը կոնսոլիդացման, միատեղման կոչեր են հնչեցնում։ Իհարկե դա առանձնապես չի ստացվում, բայց գոնե ոչ վաղ անցյալում հանրապետության երկրորդ քաղաքի օրինակով կարող ենք փաստել, որ նրանք մեկտեղմամբ կարողացան հասնել ցանկալի արդյունքների։ Հարցազրույցին զուգահեռ, ինչը ավելի հետաքրքիր է, կրկին եվրոպական աղբյուրներից մեկը ծավալուն հոդված է հրապարակում, որոնց բովանդակությունը կրկին զգուշացնող բնույթ ունի։ Այսպիսով, Հայաստանը գտնվում է լարված եւ բարձր խաղադրույքներով ռազմավարական վերադասավորման պատմական փուլում, հիասթափվելով եւ հեռանալով իր վաղեմի դաշնակից Ռուսաստանից, դառնալով արևմտյան գործընկերը։ Նախավեռնագիրն է, հոդվածի այսպես, այնուհետև շարունակվում է, որ այս փոփոխությունը պայմանավորված է ոչ թե ընտրությամբ, այլ անհրաժեշտությամբ, քանի որ Երևանը ռազմական առումով չբավարարված է, սա Եվրոպայի գնահատականն է, դիվանագիտորեն Ռուսաստանից ճնշված է եւ որոշ պայմաններում անգամ լքված։ Ուստի եւ Ռուսաստանի հանդեպ անվստահության դիրքորոշումը եւս պետք է հասկանալի լինի։ Եվրոպական պարբերականներից մեկը ուշագրավ վերնագրով մի հոդված է հրապարակել, որը կոչվում է այսպես, մեջբերում եմ. Հայաստանի ռազմավարական դիլեման, աշխարհագրությունը ընդդեմ պատմության։ Խոստովանենք, որ շատ այսպես ոչ միանշանակ վերնագիր է, որի մեջ մի ամբողջ փիլիսոփայություն է թաքնված, բայց այնուամենայնիվ այս վերնագրով հոդվածագիրը զգուշացնում է, որ Մոսկվայից կախվածությունից ազատվելու Երևանի ձգտումը խորը ներքաղաքական անկայունություն է առաջացնում հենց երկրի ներսում։ Հաշվի առնելով 30-ամյա տոտալ ռուսական ազդեցությունը Հայաստանում, նախկին ղեկավարների բացառապես մերձ մոսկովյան ուղղվածությունը, ասենց ասենք, Հայաստանի բարդ ժառանգությունը, որը կրկին թողել է այս 30 տարվա միաբևեռ քաղաքականությունը։ Հայաստանի քաղաքական վեկտորի փոփոխությունը բխում է անվտանգության միջավայրում առկա անհաջողություններից։ Եվրոպական հաշվետվությունը, որը կրկին համացանցում բաց հասանելիության մեջ է, նշում է, որ Ռուսաստանի լուր համաձայնությամբ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ներխուժումներից պաշտպանվելու ձախողումը վճռորոշ դեր խաղաց այդ փոփոխության խթանման գործում։ Հայաստանը վերջնականապես իր համար բացահայտեց Մոսկվայի անվտանգային երաշխիքների թուլությունը ու անվստահելիությունը, եթե ոչ անկարողությունը։ Արդյունքում Հոդվածի հեղինակները լավատեսորեն ընդգծում են,
Հայաստանը հազվագյուտ հնարավորություն ունի լուծելու իր երկարատև բարդ խնդիրները հարևան Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, հաստատելու արդյունավետ տնտեսական գործընկերություններ աշխարհի տարբեր երկրների հետ եւ վերջապես ազատվելու Ռուսաստանից կախվածությունից, այո, բայց այդ կախվածության միակ ճանապարհը մնում է մի լուծում, այսինքն բաց սահմաններ, այլ ձևով կախվածությունից դուրս գալ ըստ հեղինակների հնարավոր չէ։ Զեկույցում նաև նշվում է, որ հաջողությունը կարող է Հայաստանին վերածել ինքնիշխան, կայուն եւ ժողովրդավարական գործընկերոջ, որը կնպաստի տարածաշրջանային կայունության զարգացմանը եւ կծառայի որպես պատնեշ, ինչպես նաև արևմտյան գործընկերների համար Հայաստանը մնում է զգալի արժեք եւ որպես կայուն գործընկեր ռազմավարական առումով շատ կարեւոր գործոն Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանում։ Այս ամբողջ համատեքստում հարկ է նաև առանձնահատուկ նշել, որ Հայաստանը տարածաշրջանի միակ ժողովրդավար երկիրն է։ Համեմատության համար վերցրեք նույն Թուրքիան, նույն Իրանի Իսլամական Հանրապետությունը, նույն Ադրբեջանը եւ այս ակտիվ փոփոխություններից հետո անգամ Վրաստանը։ Ամեն դեպքում հայացք նետելով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին, զեկույցը դրանք ներկայացնում է որպես վերջնական փորձություն այն տեսանկյունից, որ արդյոք Հայաստանի կառավարությունը կկարողանա ամրագրել իր ընտրածուղին, հաշվի առնելով այն հանգրվանը, որում հայտնվել է Հայաստանը վերջին տարիներին։ Հեղինակները սակայն շեշտում են, որ խաղադրույքները գերազանցում են ներքին քաղաքականությանը։ Հայաստանի համար դա չանելը կարող է հանգեցնել ժողովրդավարության նահանջի եւ շարունակական թշնամանքը հարևանների հետ, նաև էսկալացիան այս վիճակի կարող է հանգեցնել անգամ ապագայում տարածքային կորուստների։ Սակայն հարցը մնում է այն, թե արդյոք Փաշինյանի կառավարությունը կարող է տեսանելի արդյունքներ ապահովել շարքային Հայաստանի քաղաքացիների համար։ Հոդվածի վերլուծաբանները զգուշացնում են սակայն, որ բացասական արդյունքները կարող են ամրապնդել ռուսամետ ուժերին, չեղարկելու ռազմավարական վերադասավորումը, որը հիմա տեղի է ունենում, խաղաղության օրակարգը հարցականի տակ դնել, Արևմուտքի հետ ռազմավարական գործընկերությունը չեղարկել, Ռուսաստանից կախվածության թուլացումը կանխել եւ արդյունքում Հայաստանին ել ավելի մեծ կախվածության մեջ դնել հենց նույն Ռուսաստանից, որը օրորի ավելի փոքր գործոն է դառնում տարածաշրջանում։ Ինչպես կդասավորվեն արդյունքները, կիմանանք 2026 թվականին, իսկ մենք բոլորս պետք է մտածենք այդ ուղղությամբ։